Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ինչպես միշտ մեզ հետ են մեր կողքին։ Գիտեք, շատ հետաքրքիր իսկապես ժամանակներ ենք ապրում եւ պիտի ասեմ, որ ամեն օր իր հետ մի նորություն է բերում։ Դե իրավիճակը աշխարհում այսօր իսկապես շատ խառն է, բարդ, բայց ցավոք մեզանում նույնպես շատ տխուր իրավիճակ է։ Մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ չգիտենք թե վաղը ինչ է մեզ սպասում։ Ես չգիտեմ դուք ինչպես, բայց ես այս ներկայ իշխանություններից ոչ մի լավ բան չեմ սպասում։ Ավելին, եթե նրանք մեզ հերթական տհաճ, տխուր անակնկալը չմատուցեն, իսկապես կարող ենք նաև գող մնալ, թեկուզ եւ դրա համար։ Բայց այսօր մենք մեր տաղավարում առաջին անգամ հրավիրում ենք ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչին, մի անձնավորության, ով իսկապես չնայած առաջին անգամն է, բայց կարծում եմ, ում դուք հաճույքով կդիմավորեք, Արմեն Աբովյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արմեն, շատ ուրախ եմ, որ մեր հյուրն եք, գիտեք, մարդիկ չեն թաքցնում, շատ մեծ քանակության մարդիկ, հույսներ են կապում ուժեղ Հայաստան կուսակցության հետ, թե ինչու դուք այդ մասին ինքներդ կասեք, բայց նախ կուզենայի խոսեիք այն իրավիճակի մասին, որում այսօր մենք հայտնվել ենք ազգովի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ասեմ, որ ներկայիս քաղաքական իրավիճակը շատ բարդ է, կայուն ծանր է, այսպես ասած։ Թույլ ղեկավարը մեր քաղաքական դաշտը հասցրել է մի այնպիսի իրավիճակի, որից հետո կարող է ուղղակի անդունդ լինել։ Ներկայիս քաղաքական իրավիճակում ես տեսնում եմ մեկ լուծում։ Մեզ պետք է ուժեղ ղեկավար, մեզ պետք է ուժեղ պետություն։ Հակառակ այլ դեպքում մենք գնալու ենք դեպի անդունդ։ Համամիտ եմ ձեզ հետ, իսկապես այսօր մեզ շատ կարևորը ուժեղ ղեկավար ունենալն է եւ որպեսզի այդ ուժեղ ղեկավարն էլ կարողանա ստեղծել այն ուժեղ պետությունը, որի մասին մենք երազում ենք։ Ուժեղ Հայաստանը շատ հետաքրքիր 5 կարևոր կետեր ունի, որի մասին բազմիցս խոսվել է, բայց ես կուզենայի դուք ներկայացնեիք այդ կետերը եւ ասեք, թե ինչու հենց այդ կետերն է կարևոր։ Մերը 5 տնտեսական կարևոր կետեր են, որոնցով որ մեր տնտեսությունը կտանի դեպի ուժեղ Հայաստանի։ Առաջի կետը 300,000 նոր աշխատատեղերն են։ Այսօր մենք լավ գիտենք, որ աշխատանքի խնդիր ունեն մարդիկ։ Իշխանությունը ինչքան է ներկայացնում, մենք գիտենք, որ դա այդպես չէ։ 300,000 աշխատատեղերը մեզ կստիպեն, որպեսզի մեր ժողովուրդը վերջապես ունենա իսկականից կայուն տնտեսություն, նորմալ աշխատանք ու կարիքը չեն ունենա թողեն գնան այլ երկրներում իրենց հացի գումարը վաստակելու։ Մեր երկրորդ կետը 0% փոքր բիզնեսի համար է։ Ինչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք եղբայր, եթե դու ունես բիզնես, փոքր բիզնես, աշխատի, եկամուտներդ հավաքի, աշխատատեղեր ավելացրա, հարկ մի վճարի պետությանը։ Պետության համար դա կազմում է տարեկան մոտ 2.5% բյուջեով, 2.5% գումարն է կազմում, պետությունը մենք չենք ուզում այդ գումարը։ Դու աշխատի, մեծացի, դարձիր միջին բիզնես։ Միջինդ կսարքես մեծ, աշխատատեղերդ կմեծացնես, կգնանք դեպի ուժեղ տնտեսություն ու ուժեղ Հայաստան։ Երրորդը 20% էժան դեղորայքը։ Մենք այսօր շատ լավ գիտենք, որ մարդկանց մեծ մասը դեղորայք գնելու մեծ խնդիր ունի։ Մարդիկ չգիտեն հաց առնեն, թե դեղ առնեն։ Այսինքն ինչ է նշանակում մարդը երկընտրանքի առաջ կանգնի, հաց թե դեղ։ Դա աբսուրդ է ուղղակի, աբսուրդի ժանրից է։ Ես որպես քաղաքացի, որպես երիտասարդ այս երկրի, ես չեմ պատկերացնում իմ երկրի մեջ մարդ, ով գնա դեղատուն եւ գլուխը, այսպես ասած, վիզը ծուռ կանգնի դեղատան դեմը ու չկարողանա դեղ առնել։ Այդ ուղղակի աբսուրդ է։ Օրինակները շատ տարբեր են, նույն մեր հարևան բարեկամ Վրաստանի օրինակը, այնտեղ
գիտենք գները համեմատաբար էժան են։ Մենք առաջարկում ենք, որպես 20% էժան դեղորայքը հասու կլինի, մարդկանց հասու կլինի։ Մարդիկ չեն մտածի, ելի եմ ասում, հաց գնեն թե դեղ։ 4-րդ կետը բերքի մթերումը։ Մենք գիտենք, որ գյուղատնտեսական ոլորտում լինում են դեպքեր, որ շատ ծանր հետևանքներ ունենում գյուղացու համար։ Սաղ տարին աշխատում է, առավոտը ժամը 6-ից գյուղացին հելնում է, հողը փորում է, ամեն ինչ անում է, վերջում գալի կանգնում է, բերքը թափում է։ Կամ էլ նենց գնով է վաճառում, որ ավելի լավ է թափի գնա բերքը։ Չէ, եղբայր պետությունը քո մեջքին է կանգնելու։ Չի թողելու, որ դու քո բերքը թափես։ Ու նենց պայմաններով է մթերելու, առնելու, որ դու քո աշխատանքի գինը զգաս։ Ու զգաս, որ պետությունը քո մեջքին կանգնած է։ 5-րդ կետը, սա ամենակարևոր կետերից մեկն է, 20,000 մատչելի բնակարաններ պետության աջակցությամբ։ Մենք գիտենք, որ երիտասարդներ ուսանողները գյուղերից որ գալիս են, շրջաններից որ գալիս են, մեծ խնդիր ունեն բնակարան գնելու։ Դե հիփոթեք են ասում, բանկով, բայց ունես գներ են սահմանում, որ երիտասարդը ամեն երիտասարդ չի որ կարող է թույլ տա իրան։ Դա ինչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք հետեւյալը. պետությունը, ուժեղ պետություն ուզում եմ նշել, ուժեղ ղեկավարությունը կանգնում է երիտասարդի կողքը։ Առաջարկում է իրան շատ լավ պայմաններ բնակարան ձեռքբերման համար, որ երիտասարդը չմտածի աշխատի, առավոտը գնա դասի, ցերեկը աշխատի, գիշերը տաքսի վարի, որ կարողանա բնակարանի, ու ես ասեմ հիփոթեք, բայց վարձը ապավել, որտեղ վարձով ես ինքը դուրս է գալի, որ դու վարձով ես ապրում 20 տարի, 30 տարի, նոր բնակարանը մնում է քեզ։ Չէ, պետությունը ամեն ինչ անելու է, որպեսզի դու այդպիսի խնդիր չունենաս։ Այս մեր 5 կետերը շատ կարևոր են, ուզում եմ նշել։ Մենք եթե խոսում ենք պետությունից, եթե խոսում ենք անվտանգությունից, ինչից ուզում ենք խոսանք, այդ ամեն ինչի հիմքը տնտեսությունն է։ Եթե դու տնտեսապես ուժեղ չեղար, կայուն չեղար, եղբայր ոնց ես գումար հավաքելու, գնումներ կատարելու, դու պետքա տնտեսությամբ ուժեղ լինես, քո սենց ասած քաղաքացին ուժեղ լինի, գումարով ապահոված լինի, որ մնացած հարցերի մասին մտածենք։ Արմեն, ես ուզում եմ մեր ունկնդերին ասել, սիրելի բարեկամներ, Արմեն Աբովյանը նաև նախկին զինվորական է, 44 օրյա պատերազմի մասնակից եւ այդ ամենի միջով, ինչպես ասում են, անցած անձնավորություն։ Այսօր որպես արդեն որպես նախկին զինվորական ինչ գնահատական կարող է տալ հայոց բանակին։ Իմ գնահատականը հայոց բանակին, հայոց զինվորներին միշտ ամենաբարձրն է եղել, անկախ նրանից ղեկավարությունը ով է եղել։ Ես միշտ զերծ եմ մնացել բանակի մեկնաբանությունից, ուղղակի մի փոքր նշում կարամ անեմ։ Հայոց բանակի զինվորները երբեք չեն պարտվել, երբեք պարտված չեն եղել։ Իրանք կան ու կմնան մեր քաջարի, մեր արի, մեր ուժեղ տղերքը, մեր ուժեղ սերունդը։ Եվ ես ու ցանկացած հայ, հասկացող հայ միշտ պարտական ու շնորհակալ ենք իրանց։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը առաջիկա համապետական ընտրություններում պատրաստվում է դաշինք կազմել որևիցե կուսակցության, որևիցե դաշինքի հետ։ Շատ լավ հարց հնչեցրեցիք, ասեմ, մենք եթերներով չենք շարժվում, մենք գնում ենք բացարձակ իշխանություն վերցնելու։ Ու մի բան էլ նշեմ, Սամվել Կարապետյանը եւ ուժեղ Հայաստան կուսակցությունը երբեք իրեն վստահված քվեն, ժողովրդի քվեն, ոչ մեկի չի տալու։ Այ ասիցիք Սամվել Կարապետյան, ինչ կարող եք ասել այդ մարդու անհատականության մասին։ Ես չգիտեմ դուք որ ինչպես եք իրեն ճանաչում, բայց ես բախտ եմ ունեցել այդ ազնվորությանը դեռ 2010-12 տարիների ընթացքում շփվել մոտիկից, ինչու որտեղ այն ժամանակ մենք Մոսկվայում հրատարակում էինք դե ֆակտո ռուսալեզու հայկական ամսագիրը եւ մենք երբ կանգնեցինք շատ դժվարության առջև մեզ օգնության ձեռք այդ բազմաթիվ գործարարներից մեկնեց միայն Սամվել Կարապետյանը։ Պատկերացնում եք Արմեն, այն ժամանակ տրամադրել այդ նորաստեղծ
կոլեկտիվին դե ֆակտո ռուսական այդ լրագրի նորաստեղծ կոլեկտիվին ամսական $5,000 բյուջե դուք հասկանում եք դա ինչ գումար էր բայց Սամվել Կարապետյանը մեզ ասեց տղաներ դուք պիտի ամեն ինչ անեք որ այդ ամսագիրը արդարացնի իրեն որ մենք կարողանանք այդ ամսագրի միջոցով ներկայացնել մեր ազգայինը մարդիկ հասկանան, տեսնեն ռուսերեն, կարդան, ծանոթանան հայ մարդու, հայ երկրի, հայոց պատմությանը եւ ես միշտ հաճույքով երբ հիշում եմ այդ տարիները իմ հորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Սամվել Կարապետյան անձնավորությանը ով մի օր չասեց թե ինչի համար ես պիտի ձեզ ֆինանսավորեմ այդքան բիզնեսմեններ կան Ռուսաստանի Դաշնությունում դուք միայն ուզում եք որ ես ձեզ օգտակար ինքը կամովի դա արեց այդ մարդու մասին ինչ կարող եք ասել Դե դուք արդեն նշեցիք իր մարդ տեսակի ձեր ճանաչածը ես կարող եմ ասել որ Սամվել Կարապետյանը բազմաթիվ են Սամվել Կարապետյանի արած գործերը նու մարդիկ տեղյակ չեն շատ մեծ մաս տեղյակ չեն սոտքի վրա հարցակման ժամանակահատվածում ինչեր է արել Սամվել Կարապետյանը սոտքի համար եթե դուք գնաք սոտք քաղաքացիները բոլորը կփաստեն Սամվել Կարապետյանը այն բացարձակ հայ մարդ տեսակներից է որը երբեք պետությունից շահ չի հետապնդել ինքն է աշխատել իշխող պետության գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում Սամվել Կարապետյանը ես մի բան ասեմ Սամվել Կարապետյանը երբ որ իր միջոցներից ֆինանսավորեց եւ կառուցեց Ստեփանակերտի վերածննդի հիվանդանոցը դուք պատկերացնում եք օրինակ պատերազմի ժամանակահատվածում քանի տաղու քանի մարդու կյանք են փրկել այդ հիվանդանոցում եթե այդ հիվանդանոցը չլներ մինչև այդ ճանապարհը բերեին հասնեին Երևան շատ բարդ կլիներ Դու Սամվել Կարապետյանը միշտ արել է բայց չի խոսել ու չի թողել որ խոսան իր գործերի մասին դա մենակ կարող է անել մարդ տեսակով մարդ Սամվել Կարապետյանի գործերը շատ բազում են վստահ եմ որ խոսենք եթերը չի հերիքի ու իր ամենալավ ամենահաջողված կետը ինքն է որ ինքը երբեք չի խոսել իր գործերի մասին արել է իշխող պետության Իրոք նա այն բարերարն է որ երբեք չի սիրել իր արած գործերի մասին խոսել այսպես ասել նույնիսկ հիշում եմ առիթներ եղան հետո որպեսզի իրեն էլ հրավիրենք հաղորդման կամ ասենք իր մասին հատուկ մենք հոդվածտապենք դե ֆակտո ինքը հրաժարվեց ասեց պետք չի տանել Ես իմ գործն եմ անում, դուք ձեր գործը արեք, գտեք ուրիշ մարդկանց, նույնիսկ այն բարերարների մասին գրեք, որոնք մոռանում են ձեզ օգնության ձեր մեկներ։ Բայց այսօր շատ զարմանալի է։ Ներկա իշխանությունները, ընդդիմությունը անգամ, չգիտես ինչու, այսպես մի տեսակ վատ է տրամադրված Սամվել Կարապետյան անձին։ Ինչու եք դա բացատրում։ Ես եթե ճիշտ ասեմ իշխանություններին հասկանում եմ, բայց ընդդիմությունից եթե մարդիկ կան ովքեր վատ են տրամադրված Սամվել Կարապետյանի անձի կամ ես դա չեմ կարող հասկանալ, չեմ էլ կարող բացատրել։ Իշխանությունը պարզ է, ինչի համար է Սամվել Կարապետյանը հիմա կալանքի տակ։ Ու ասենք տնային կալանքի տակ։ Սամվել Կարապետյանը կանգնեց իր եւ մեր եկեղեցու կողքին, իր արժեքների կողքին որի համար որ կալանավորվեց Սամվել Կարապետյանը ուղղակի խոսքեր չեմ կարող գտնել որ ասեմ ինչի համար է այս ամեն ինչը ինչի համար կալանավորեցին ես ունեմ իմ անձնական կարծիք ու բացատրությունը նրանք վախում են Սամվել Կարապետյանից նրանք վախում են Սամվել Կարապետյանի ուժից նրանք վախենում են Սամվել Կարապետյանի թիմից ու մի բան եմ ուզում շատ կարևոր հայտարարել մեր մոտ ինչ կուսակցություն լինելը մեր մոտ ընտանիքը իսկ մի բանի հիմքը եթե ընտանիքն է դա ուղղակի դատապարտված է հաղթանակով եւ մենք հունիսի 7-ին
ցույց կտանք։ Ես իհարկե ուրախ եմ, որ դուք այդպես լավատեսորեն եք տրամադրված, որտեղ քիչ թե շատ ճանաչելով ձեր լիդերին եւ նրա շուրջ հավաքված մարդկանց, կարծում եմ, որ իսկապես հաղթանակը կարող եք տոնել հունիսի 7-ին։ Բայց տեսեք, մինչ հունիսի 7-ը մենք ինչ դժվարին օրեր ենք ապրում։ Այսօր արդեն տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է։ Հա խոսքս իհարկե Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան այդ հակամարտության մասին է։ Մենք տեսնում ենք ինչ զարգացումներ են գնում, բայց կարող է այնպես պատահել, որ այդ ամենից դժվի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Համամիտ եք։ Շատ ճիշտ եք։ Միշտ էլ պատերազմից մի օր առաջ խաղաղություն է լինում կամ մի ժամ առաջ։ Ուկրաինայի քաղաքացիներին, եթե պատերազմից մի ժամ առաջ հարցներ, իրancs մոտ ամեն ինչ շատ լավ էր։ Այս մի ժամ հետո սկսվեց պատերազմը, որին որ ոչ մեկ չէին սպասում։ Տարածաշրջանը իրոք, այսպես ասած, եռում է։ Ես կարող եմ ուղղակի կոչ անել, որ նստեմ բանակցությունների սեղանին։ Պատերազմները երբեք ոչ մեկին օգուտ չեն բերում։ Ամենևին ընդհակառակը զոհեր, որը որ ամենացավոտն է իմ համար։ Իսկ տարածաշրջանը եռալուց բացի նայենք մեր մոտ, նայենք մեր ղեկավարությանը։ Չէ որ ոչ այնա, որ մենք վտանգի տակ ենք, պատերազմի մեջ ենք, կարող ենք, ես չեմ ուզում դա ասել, ուղղակի ուզում եմ ասել, եթե տարածաշրջանը ընդամենը 200 կիլոմետր են կողմ պատերազմի մեջ է տարածաշրջանը ու շատ գերեզոր ու սաստիկ պատերազմի մեջ։ Ես չեմ կարողանում պատկերացնել մեր իշխանությունները ինչով են զբաղված։ Կուկուռուզ ուտելով, պերաշկի ուտելով։ Չէ, լավ է որ սնվում են։ Իրոք լավ է որ սնվում են, բայց այն ժամանակը հատվածում, երբ որ ասում եմ ընդամենը 200 կիլոմետր այն կողմ սաստիկ պատերազմ է գնում, դու այստեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց կուկուռուզ ես ուտում։ Ուղղակի չեմ ուզում մեկնաբանել։ Մարդիկ ամեն ինչ հասկանում են։ Ծիծաղելի է այդ ամենը։ Ծիծաղելի է եւ շատ ցավալի։ Շատ ցավալի, շատ ցավալի։ Լավ, տխուր բաների մասին չխոսենք, Արմեն, ես գիտեմ, որ դու նաև սպորտի մեծ սիրահար ես եւ մասնավորապես ֆուտբոլի։ Ով է քո կուրքը սպորտում, ֆուտբոլում մասնավորապես։ Հենրիկ Մխիթարյանը։ Հենրիկ Մխիթարյանը։ Իմ պատկերացումները Հենրիկ Մխիթարյանի մասին այլ էին։ Ես ցանկանում եմ, որ նա իր կարիերան ավարտելուց ավարտի Հայաստանի հավաքականում, բայց ցավոք այս իշխանությունները այնպես արեցին, որ մեր լեգենդը կարամ ասեմ, կենթանի լեգենդը, այն տղեն, ով մեզ շատ բազում հաղթանակներ է պարգևել, ուրախություն է պարգևել։ Մենք հաղթանակներ ենք տոնել իր հետ։ Նա հայ է, ով Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2 անգամ խաղացել, ով ունեցել է Եվրոպա լիգայի գավաթ, գլխավերևում է պահի Հայաստանի դրոշը գավաթի հետ միասին, ու ցավոք սրտի նա այսօր չի խաղում Հայաստանի Հանրապետության հավաքականում։ Չեմ ուզում մեկնաբանեմ, որովհետև ինքը նշել է, որ ինքը կարիերայի ավարտից հետո կմեկնաբանի ինչի համար է այդպես, բայց մենք բոլորս էլ պարզ հասկանում ենք ինչի համար է այդպես։ Այնպես արեցին ու մի բան էլ նշեմ 2018 թվականից հետո սպորտը մեր համար շատ չասեմ ցավոտ, բայց մի հատ շատ այսպես ասեմ ցավոտ տեղ է դարել։ Մեր իրականության մեջ ես չեմ տեսնում, որ պետությունը կանգնես ըմբշամարտի մեր տղաների կողքը։ Ցույց են տալի, որ կանգնում են, բայց չէ էլի։ Ֆուտբոլի կողքը չեմ տեսնում։ Ես չեմ տեսնում, որ մեր իշխանությունը կանգնի այն մարդու կողքը, ով ապրում ու արարում ու անում է հանուն Հայաստանի Հանրապետության։ Ու անունը բարձր պահելուն։ Իրոք չեմ տեսնում։ Դե գիտես, մեր իշխանությունը շատ բաստողներ ունի եւ
պատահական չէ որ մեծ դժգոհություն կա։ Այ եթե ուժեղ Հայաստանը գա իշխանության, սպորտը կարծում եմ պիտի որ ծաղկի նրանց օրոք նույնպես։ Ոչ միայն սպորտը։ Ոչ միայն սպորտը, բայց սպորտը ես ասեմ, ես ինքս հանդիսանում եմ ֆուտբոլի մեծ երկրպագու ու ես իմ կողմից եւս ամեն ինչ անելու եմ, որ մեր փողոցում փոքր երեխաները, ովքեր որ այդ հնարավորությունը չունեն, գնան իրենց երազանքների հետևից։ Անպայման գնան իրենց երազանքների հետևից։ Ես մի բան ասեմ, ես այն ժամանակահատվածում, երբ որ ֆուտբոլ եմ խաղացել, ես շատ ծանր եմ մեծացել։ Իմ մայրը 2 տղա է մեծացրել, ինձ եւ եղբորս։ Շատ ծանր, հայր չեմ ունեցել, մահացել է։ Իմ երազանքն էր, որ ես ֆուտբոլիստ դառնայի։ Դասերից փախնում էի գնում էի ֆուտբոլի։ Դասից փախնում գնում, արդեն սովորել էին, դասատուները սովորել էին։ Ես ամեն ինչ արեցի, բայց պարոն Ղուշյան չունեի այն ֆինանսը, որ դառնայի ֆուտբոլիստ։ Չէ, ես չեմ ասում ֆեդերացիան քննադատեմ, չէ, չունեի այդ ֆինանսը։ Իմ համար անգամ այդ գնալ գալը խնդիր էր։ Իսկ ես շատ լավ տարբերակներ ունեմ իմ գլխի մեջ, որոնք որ կառաջարկեմ, որոնք որ կյանքի կկոչեմ, որ նման երեխաները նման բաների համար իրենց երազանքները չթողեն ու գնան իրենց երազանքների հետևից։ Իհարկե, երազանքները պիտի միշտ փորձենք ամեն ինչով օգնել երեխաներին, որ նրանք իրենց երազանքները կատարածեն։ Արմեն, նորից վերադառնալով մեր օրերը, իհարկե, որքան էլ տխուր է, այնուամենայնիվ ուժեղ Հայաստանը մեզ կարողանալու է դուրս բերել այս ծանր իրավիճակից։ Միանշանակ կարողանալու է, մենք հենց դրա հետևից էլ գնում ենք։ Մեզ պետք է ուժեղ իշխանություն, ուժեղ ղեկավարություն ու ուժեղ պետություն։ Իսկ մենք դրա համար ամեն ինչ անելու ենք, բայց մենք չենք անելու մենակ մենք, այսինքն իշխանությունը դա մենակ չի անելու։ Դա մենք ձեռքի ենք բռնելու մեր քաղաքացիների հետ ու կառուցենք, շենացնենք, հզորացնենք, ուժեղացնենք մեր պետությունը, որպեսզի ամենայն հարգանքով թե շինարարը, թե տաքսու վարորդը, թե падգամավորը, թե նախարարը իրենց մեծ գործը ունենան, ներդրում ունենան ուժեղ պետություն կառուցելու համար։ Մենք ունենալու ենք, ձեզ եւս ասում եմ, վստահ եղեք։ Մենք հունիսի 7-ից այն կողմ ունենալու ենք ուժեղ, կայուն, հզոր պետություն։ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Եվ շնորհակալ եմ, որ եկար։ Շնորհակալ։ Առաջին անգամն է, բայց կարծում եմ ոչ վերջին, որտեղ շատ հետաքրքիր անձնավորություն ես։ Շերի բարեկամներ, դուք էլ երևի համոզվեցիք, որ այսօր շատ ինքնատիպ հյուր ունենք, ով չնայած առաջին անգամն է մեր տաղավարում, բայց այն տպավորությունն է, որ մեր վաղեմի բարեկամն է։ Արմեն, ես ուզում եմ, որ դու իմանաս Փակ TV-ն միշտ այն բոլոր ծրագրերը, որ ուզում է իրականացնել ձեր կուսակցությունը, կանգնելու է այդ ամենի կողքին, ինչով հնարավոր է օգտակար ենք լինելու ձեզ, որովհետև լավ գործերը հենց այնպես չի լինում, մենակ չես կարող անել, պետք է քո ասացի պես ձեռքի տալով գնալ։ Համամիտ ես։ Շատ համամիտ եմ։ Դե, շերի բարեկամներ, այսօր մենք հյուրընկալել էինք ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, պարզապես մի շատ հրաշալի երիտասարդի Արմեն Աբովյանին։ Այսօր այսքանը, ցտեսություն։